Եթերում լուրերի ժամն է, բարի երեկո։ Եվ այսպես վարչապետն այցելել է Արագածոտնի մարզ ծանոթացել հիմնանորոգվող եւ կառուցվող կրթօջախներին։ Թիվ 1 նորակառույց դպրոցում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով։ Երեխաները պետք է հասանելիություն ունենան կրթության, երեխաները պետք է հասանելիություն ունենան կրթության, բայց լավ է, որ դուք վերեցիք Դիլիջանի UWC դպրոցի օրինակը, որովհետև երեխաները այդ դպրոցում UWC-ում ապրում են, ուսումնառություն են ստանում, հիմնականում իրենց տներից հազարավոր կիլոմետրեր հեռու։ Պատկերացրեք, Դիլիջանի UWC միջազգային դպրոցի աշակերտները, իհարկե հայաստանցիներ կա, բայց հիմնականում դպրոց են գալիս, դա ավագ դպրոցի վերջին 2 դասարանն է, 3 դասարանն է, ավագ դպրոցի վերջին 3 դասարանն է։ Իրանք հազարավոր կիլոմետրեր, երբեմն հարյուրավոր կիլոմետրեր իրենց տներից գալիս են, որպեսզի սովորեն այդ պայմանները։ Հիմա դուք ասացիք, որ մենք այստեղ եւ ճիշտ նկատեցիք, որ ապահովում են առնվազն հիմա ֆիզիկական ենթակառուցվածքի մասով նմանատիպ պայմաններ։ Եվ ես էլի ուզում եմ ասել, որ մենք նաեւ իմ դուստերն էլ UWC սովորել Գերմանիա, էլի հազարավոր կիլոմետրեր տնից հեռու։ Իմ բոլոր երեխաները դպրոց գնացել են 6 կիլոմետր հեռու գտնվող դպրոց։ Եվ ես ինչ եմ տարել 6 կիլոմետր ամեն օր իմ հաշվին երեխաներից հասցրել եմ 6 կիլոմետր եկում եւ վերադարձել եմ 6 կիլոմետր։ Ինչի համար? Պատշաճ կրթություն ստանալու համար։ Այսօր Հայաստանում մենք այդ քաղաքականությունն ենք իրականացնում։ Հիմա փառք Աստծո, Արագածավանում 2 դպրոց կա 700 աշակերտով, առնվազն 700 եւ ավելի աշակերտով, այստեղ խնդիր չկան, բայց ես էլի եմ ուզում ասել, մենք երեխաներին կրթության համար պետք է ապահովենք ֆիզիկական միջավայր, այս sense պայմաններ, երկրորդն է մարդկային միջավայր, որովհետեւ երեխաները պետք է ունենան շատ դպրոցական ընկերներ, տարբեր իրավիճակներում հայտնվել, եւ այդ չեմ ասում, որ մենք նաև պետք է որակ ապահովենք կրթության, եւ այս առումով մենք քաջալերում ենք մեր ուսուցիչներին, որ նրանք անպայման անցնեն ատեստավորում։ 7.6% տնտեսական աճ խոստացված 7%-ի փոխարեն վարչապետը ներկայացրել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ծրագրի վերջին հատվածը։ Նիկոլ Փաշինյանը նաև արձանագրել է, որ միջին կենսաթոշակը գերազանցում է սպառողական զամբյուղը, սա պատմական փոփոխություն է Հայաստանում։ Ծրագրվում է կենսաթոշակների ինդեքսավորումն այնպես անել, որ միջին փաստացի կենսաթոշակը ցածր չլինի նվազագույն սպառողական զամբյուղից։ Նախընտրական ծրագրում անդրադարձ կա TRIP նախագծի աշխատանքներին։ Ըստ այդմ առնվազն նախատեսվում է երկաթուղային էլեկտրահաղորդման ենթակառուցվածքի գործարկում։ Վարչապետը հուսով է կապահովեն աշխատատեղերը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների միջոցով եւ ընկերությունները ստիպված չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրավել։ Նախընտրական ծրագրում անդրադարձ կա նաեւ Գյումրի, Թուրքիայի սահման եւ Երասխ Նախիջևանի սահման երկաթգծի հատվածների վերակառուցմանը։ Ըստ Փաշինյանի սա շատ արագ, այն է 1-ից 1.5 տարվա ընթացքում կյանքի կկոչվի։ Վարչապետն անդրադարձել է նաեւ ապօրինի գույքի բռնագանձման տեմպերին։ Քաղաքական ուժեր կան, թե ասում են, պատշաճ ձևով սպասվող ծավալներով չի իրականացվում գույքի վերադարձը, հետաքրքիրն է նա, որ այսպես խոսում են այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացուցիչները հենց այս ապօրինի գույքի գործընթացով անցնում են, եւ նրանք այս խոսույթը փորձում են օգտագործել հանրության շրջանում հիասթափություն առաջացնելու համար։ Այո, տեմպերի հետ կապված մենք խնդիր ունենք, բայց դա նաև նրանից է, որ էլ եմ ասում, սիրելի ժողովուրդ, մենք մաֆիայի գույքն ենք իր ձեռից վերցնում, մենք մաֆիայի դեմ ենք պայքարում, եւ մաֆիայի դեմ պայքարը այդքան հեշտ չի, եւ ինչ այլոց մենք միակ քաղաքական ուժն ենք, որ շարունակում ենք, բոլոր այն քննադատողները, որ լավ չի իրականացում պետական ապօրինի գույքի վերադարձը, իրենցից ոչ մեկը չի ասում, այ որ մենք գանք իշխանության, ավելի լավ դա կանենք, որովհետև իրենց 90%-ը հենց այս ապօրինի գույքի վերադարձի process-ի թիրախն են։ Այս նրբության վրա ուզում եմ շատ ուշադրություն դարձնել։ Նրանք ուզում են հանրության շրջանում հիասթափություն առաջացնել, բայց այդ հիասթափության առաջացման արդյունքում իրենց ակնկալած
արդյունքը ոչ թե այնա, որ ապօրինի գույքը ավելի մեծ տեմպերով վերադարձվի, այլ այդ գործընթացը կանգնեցվի եւ իրանք այն process-ները, որ գնում են իրենց գույքերը վերադարձնելու ուղղությամբ այդ process-ը ուղղակի կասեցվի, այս նրբությունը խնդրում եմ գնահատեք եւ ուզում եմ ասել նաեւ, որ մենք արդեն process ենք սկսել այլ երկրում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում վաճառված գույքի գնի փողի վերադարձի ուղղությամբ Հայաստանի Հանրապետության։ Խոսքը վերաբերվում է արդեն մամուլում եղել է, տեսել եք երևի, նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի Միացյալ Նահանգներում վաճառված գույքի գնի մի մեծ մասը բնականաբար վերադարձնելու, որովհետև Միացյալ Նահանգների կառավարությունը իր առած ծախսերն է պահելու եւ այնտեղ իրենք Խաչատրյանների ընտանիքի հետ հաշտություն են կնքել եւ մի որոշակի տոկոս թողնվելու է նրանց եւ գույքի մոտավորապես գնի մոտավորապես 70%-ը փոխանցվելու է Հայաստանի Հանրապետություն, խոսքը մոտավորապես 15-ից 20 միլիոն դոլարի մասին է։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահին ծննդյան օրվա առթիվ, վարչապետը լավագույնն է մաղթել ու շնորհակալություն հայտնել կառավարության գործունեությանը ցուցաբերած անսասան աջակցության համար։ Վարչապետը շեշտել է, որ ճանաչել է Վահագն Խաչատուրյանին որպես սկզբունքային, պատասխանատու պրոֆեսիոնալ գործիչ, որն առաջնորդվում է պետության եւ ժողովրդի շահերով։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության երկրորդ առաքելությունը տեղակայվելու է 2 տարով, ինչը նախընտրական շրջանի հետ կապ չունի։ Վարչապետի մամուլի քարտուղարն է հայտարարել, անդրադառնալով Հայաստանում նոր քաղաքացիական առաքելություն տեղակայելու մասին Եվրամիության արտաքին հարաբերությունների խորհրդի որոշմանը։ Նազելի Բաղդասարյանն ասել է, որ խոսքը քաղաքացիական տեղակայման մասին է, ժամկետների մասով տեղեկություն եղել է։ Ուզում եմ, որ այս տեղակայումը որևէ կերպ չկապվի արագ արձագանքման խմբի հետ, որը նույնպես այս շրջանում ակտիվ է եղել։ Ուզում եմ ասել, որ 2 առանձին գործառույթներ են եւ այս դեպքում 2 տարի ժամկետով է։ Գործողությունների մասին համագործակցության, ինչու չէ նաեւ լրատվամիջոցների հետ աշխատանքի մասով կտեղեկացնենք։ Նպատակը մեկն է՝ տեղեկատվական դիմակայությունը բարձրացնել, այդ թվում հիբրիդային սպառնալիքների դեմ, ասել է Բաղդասարյանը։ Հիշեցնեմ, Եվրամիության երկրների դեսպանները Բրյուսելում ընդունել են Հայաստան քաղաքացիական առաքելություն գործուղելու որոշում։ Եվրամիության դեսպանի հետ փոխվարչապետը քննարկել է ժողովրդավարական եւ տնտեսական դիմակայունության ամրապնդման առնչվող հարցեր։ Մհեր Գրիգորյանն ընդունել է Վասիլիս Մարագոսին։ Մայիսին Երևանում անցկացվելիք բարձր մակարդակի միջոցառումներին ընդառաջ զրուցակիցներն անդրադարձել են ժողովրդավարական եւ տնտեսական դիմակայության ամրապնդման ու փոխկապակցվածության օրակարգերին, կարևորելով ռազմավարական առաջնայնություն հանդիսացող ծրագրերում հայաստանյան եւ Եվրամիության մասնավոր հատվածների համար ներդրումներ կատարելու հնարավորությունները։ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ եվրոպական քաղաքական համայնքի եւ Հայաստան-Եվրամիություն առաջիկա գագաթնաժողովները կարտացոլեն կողմերի մտադրությունը շարունակելու համագործակցային եւ փոխադարձ շահեկան գործընկերությունը, որը միտված կլինի Հայաստանի ինտեգրմանը եվրոպական տրանսպորտային, էներգետիկ եւ թվայնացման ցանցերին, դրանով իսկ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը եւ կայուն զարգացմանը։ Մարդու իրավունքների պաշտպանն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի նամակին։ Հայտարարությունում նշված է, որ պաշտպանի հաստատությունը գործում է անկախության սկզբունքի հիման վրա, չի հանդիսանում կառավարության մաս, գործում է վերջինից անկախ։ Կառույցը պետության անունից չի կարող եւ չի վարում բանակցություններ, չի իրականացնում պետության արտաքին քաղաքականությունը, այլ գործում է բացառապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ եւ միջազգային չափանիշներով։ Տարակուսած են հայտարարությունից, թե Ադրբեջանի օմբուդսմանը նշել է, որ Անահիտ Մանասյանի հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ։ Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները տարածվում են բացառապես Հայաստանի Հանրապետության պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մարդու իրավունքների ենթադրյալ խախտումներն արձանագրելու գործընթացների վրա, անկախ իրավունքը կրողի ունեցած քաղաքացիությունից։
Ավելին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը ազատությունից զրկման վայրերում մշտադիտարկման այցեր իրականացնելու իրավասություն եւ այդ այցերի ընթացքում իր բոլոր գործիքները կիրառելու անարգել հնարավորություն ունի բացառապես Հայաստանի Հանրապետությունում։ Միևնույն ժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ խաղաղության գործընթացների շրջանակում մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատությունները կարող են ունենալ առանցքային դերակատարություն, խստորեն պահպանելով նշված մարմինների գործունեության համար ամրագրված միջազգային չափանիշները, էթիկական սկզբունքներն ու այդ դերակատարությունն իրականացնելով անկախության, անկողմնակալության, չեզոքության, բազմակողմանիության եւ համագործակցության սկզբունքների հիման վրա։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը լինելով միավորված ազգերի կազմակերպության կողմից որպես անկախ մարմին հավատարմագրված հաստատություն ոչ թե ստեղծված իրավիճակում է չափազանց կարևոր համարում մարդասիրական եւ իրավական բոլոր մեխանիզմների անհապաղ գործարկումը, այլ մշտապես է գործադրել հետկոնֆլիկտային եւ խաղաղության գործընթացներում ունեցած իր գործիքակազմերը, այդ թվում Ադրբեջանում ազատությունից զրկված հայերի իրավունքների ապահովման տեսանկյունից։ Այս առնչությամբ հրապարակման ենթակա տեղեկատվությունը ներկայացված է մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական հարթակներում։ Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ մարդու իրավունքների ազգային հաստատությունների գործունեությունը կառուցված է նաև խորհրդապահության եւ մի վնասիր սկզբունքների վրա, ինչը Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի կողմից պահպանվում է այժմ եւ պահպանվելու է ապագայում բոլոր գործընթացների շրջանակներում։ Տարակուսած ենք ուղերձի տեքստում ներկայացված հետեւյալ մտքից. մեր զրույցի ընթացքում Ադրբեջանի օմբուդսմենը նշել է, որ ձեզ հետ արդեն քննարկել է Բաքու այցելելու հնարավորությունը եւ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստել դրա կազմակերպմանը։ Հարկ ենք համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը չի ստացել որևէ պաշտոնական առաջարկ քննարկվող հարցով համագործակցության վերաբերյալ, ինչպես նաև չի ստացել որևէ հաստատում այն մասին, որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն է հայտնել նպաստելու այդ համագործակցությանը։ Միևնույն ժամանակ հարկ է նկատի ունենալ, որ կոնկրետ պետության տարածքում իրավունքների պաշտպանության յուրաքանչյուր հարց ընդգրկված է տվյալ պետության օմբուդսմանական մարդու իրավունքների ազգային հաստատության մանդատի շրջանակներում, հանդիսանում է տվյալ պետության օմբուդսմանի գործառույթը եւ որևէ կերպ չի կարող պայմանավորված լինել այդ պետության մի հաստատության հետ ունեցած հաղորդակցության հանգամանքով։ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը մշտապես բաց է եղել եւ բաց է գործընկեր մի հաստատությունների հետ ցանկացած գործակցության եւ հաղորդակցության համար, եթե դա իրականացվում է վերանշված չափանիշներին խստորեն հետևելով՝ անկախություն, անկողմնակալություն, չեզոքություն, էթիկական սկզբունքների պահպանում։ Հավելենք նաև, որ մարդու իրավունքների պաշտպանության ժամանակակից համակարգերը պահանջում են, որ ազատազրկման ընթացքում անձանց իրավունքների պաշտպանության նպատակով առկա լինի միջազգայինորեն ճանաչված անկախության սկզբունքների հիման վրա գործող անկախ մոնիթորինգային մեխանիզմ, ինչը սկզբունքային առաջնահերթություն է նաև այս համատեքստում։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը վերահաստատում է բազմիցս հրապարակայնորեն բարձրաձայնած իր դիրքորոշումը, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն։ Սա առանցքային դերակատարություն ունի ինչպես խաղաղության գործընթացի, այնպես էլ ժամանակակից քաղաքակիրթ աշխարհում առկա մարդու իրավունքների վերաբերելի արժեքների երաշխավորման տեսանկյունից։ Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի պաշտպանության նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը զինվորական նվագախմբի եւ պատվո պահակախմբի մասնակցությամբ։ Արարողությունից հետո մեկնարկել է Վրաստանի փոխվարչապետ պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանի հետ առանձնազրույցը, որը շարունակվել է պատվիրակությունների ընդլայնված կազմով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում երկկողմ գործակցության ընթացքին եւ զարգացման հեռանկարներին, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։ Անվտանգության խորհրդի քարտուղարը Դելֆիում հանդիպել է Մոլդովայի Հանրապետության նախագահի ազգային անվտանգության խորհրդական Ստանիսլավ Սեկրիերոյի հետ։ Այդ մասին Facebook-ի էջում գրել է Արմեն Գրիգորյանը։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Մոլդովա երկկողմ հարաբերությունների օրակարգն ընդգրկող հարցեր, նախանշելով հետագա գործակցության հնարավոր ուղիները։ Հանդիպմանն անդրադարձել են նաև տարածաշրջանի անվտանգային իրավիճակին։ Հանրապետության նախագահը ելույթ է ունեցել Աստանայում ՄԱԿ-ի տարածաշրջանային բնապահպանական գագաթնաժողովում։ Համաժողովը կարևոր դեր է կատարում որպես երկխոսության հարթակ, համախմբելով կառավարություններին, գիտական համայնքին եւ քաղաքացիական հասարակությանը կլիմայի փոփոխության, կենսաբազմազանության կորստի եւ հողերի դեգրադացիայի մարտահրավերներին դիմակայելու համար։ Լինելով դեպի ծով ելք չունեցող, զարգացող եւ լեռնային երկիր, Հայաստանն արդեն բախվում է կլիմայի փոփոխության լուրջ հետևանքներին, այն դեպքում, երբ համաշխարհային
միջազգային ջերմոցային գազերի արտանետումներին մեր ներդրումը կազմում է ընդամենը մոտ 0,2%։ Հայաստանը ցուցաբերում է պատասխանատվության բարձր զգացում եւ հանձնառություն նպաստելու գլոբալ կլիմայական գործողություններին։ Հայաստանը պատրաստ է համագործակցել իր տարածաշրջանային եւ միջազգային գործընկերների հետ, կիսվել մեր փորձով եւ սովորել մյուսներից։ Միասին մենք կարող ենք պաշտպանել մեր երկիր մոլորակը եւ ապահովել մեր հասարակությունների երկարաժամկետ կայունությունն ու բարեկեցությունը, հայտարարել է նախագահը։ Ղազախստանում կայացել է Հանրապետության նախագահի եւ Տաջիկստանի նախագահի հանդիպումը։ Կողմերը գոհունակությամբ ընդգծել են, որ երկու երկրների հարաբերությունները զարգանում են կայուն եւ դրական դինամիկայով, ընդգծելով գործակցության տարբեր ուղղություններ։ Միաժամանակ երկուստեք շեշտվել է, որ կա զգալի դեռևս ամբողջությամբ չիրացված ներուժ, որի լիարժեք օգտագործումը պահանջում է նպատակային եւ հետեւողական քայլեր, նաեւ համատեղ նախաձեռնությունների ընդլայնում։ Նախագահները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին, ընդգծելով, որ օգոստոսյան իրադարձություններից հետո Հարավային Կովկասում ձևավորվել է որակապես նոր իրավիճակ։ Այս համատեքստում նշվել է, որ ստեղծված իրողությունները բացում են նոր հնարավորություններ տարածաշրջանին հարակից երկրների համար վերաիմաստավորելու իրենց գործակցությունը եւ այն կառուցելու առավել կանխատեսելի, փոխշահավետ եւ երկարաժամկետ հիմքերի վրա։ Հատկապես կարևորվել է խաղաղության, կայունության եւ հաղորդակցությունների զարգացման նշանակությունը որպես տնտեսական ակտիվության եւ փոխադարձ կապերի խորացման կարևոր նախապայման։ Հանդիպման ընթացքում նախագահները մտքեր են փոխանակել մի շարք ոլորտներում գործակցության ընդլայնման ուղիների շուրջ։ Հանդիպման ավարտին նախագահները վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու երկկողմ հարաբերությունների զարգացումն ու խորացումը, դրանք հասցնելով որակապես նոր մակարդակի։ Արդարադատության, առողջապահության նախարարներն ու մարդու իրավունքների պաշտպանը քրեակատարողական ծառայության պետի ուղեկցությամբ շրջայց են կատարել Արմավիր քրեակատարողական հիմնարկում։ Նրանք ծանոթացել են քրեակատարողական բժշկության կենտրոնի նոր ծառայություններին, քրեակատարողական ծառայության կողմից ձեռք բերված սկանավորման սարքերին, սուիցիդալ հակում ունեցող անձանց համար հատուկ նորոգված եւ կահավորված խցերին։ Նախարար Սրփուհի Գալյանն այցելել է հիմնարկի գրադարան եւ կավագործության սրահ, խոսել ազատությունից զրկված անձանց հետ, ինչպես նաև նախանշել առաջիկայում վերանորոգման ենթակա խցերն ու տարածքները։ Շարունակենք հոգուտ պետության Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանից կբռնագանձվեն Արենի հեկի 39,341 հատ բաժնետոմս, 864,000 ԱՄՆ դոլարի ավանդ, շուրջ 13 միլիոն դրամ եւ մոտ 5,000 եվրո։ Այս մասին հայտարարել է դատախազությունը։ Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի ապրիլի 21-ին մասնակի բավարարել է դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցը։ Ըստ տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի Հայաստանի Հանրապետությունը 52-րդ տեղում է առաջ անցնելով եվրոպական մի շարք երկրներից։ Էկոնոմիկայի նախարարն է հայտարարել հղում անելով Heritage հիմնադրամին։ Ըստ տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսի Հայաստանն աշխարհի 176 երկրների շարքում 52-րդն է առաջ անցնելով Եվրամիության անդամներ Իսպանիայից, Ռումինիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Հունաստանից եւ Հունգարիայից։ Այս մասին Facebook էջում գրել է էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանը հավելել է, այս ցուցանիշով առաջատար երկրներն են Սինգապուրը, Շվեյցարիան եւ Իռլանդիան։ 2025 թվականի տվյալներով մենք 57-րդն էինք, 65.4 միավորով, 5 հորիզոնականով մեր դիրքերը բարելավել ենք, նշել է նա։ Տելեգրամյան ալիքներում նոր ձայնագրություն է տարածվում, երկու անձ քննարկում են հանրահավաք գնալու համար սնունդով ապահովելու հարցերը։ Ըստ խոսակցության այն ներառում է երկու կարկանդակ, մեկ շիշ կոկա-կոլա կամ ջուր։ Ձայնագրությունում մեկը դժգոհում է, որ կարկանդակի փոխարեն կարելի է հոթ դոգ տալ։ Նաև նշվում է, որ 3000 դրամ են տալու հավանաբար յուրաքանչյուր անձին։ Ըստ հրապարակումների ձայնագրությունում Սամվել Կարապետյանի համար կազմակերպվող հանրահավաքներին տանելու մասին է խոսքը։ Առավել մանրամասն ձայնագրությունում։ Բանի պահը ինչ լավ հացի բյուջեն ինչ որոշեցիք։ Հացի պահը բոլորի մա ըլնելու է գնալուց 2 հատ պերաշկի մի հատ երևի կամ ջուր կամ կոլա, գնալուց ճամփին մի տեղ կանգնել, արագ մի բան ուտել, շարժվել, հետ գալու համար ճամփին պետք է կանգնեն, տեղ խոսան, որ ինչ որտեղ նստենք բան անենք։ Այն թիվը որ քննարկել ենք, այդ թիվը չեն տալի, տալիս են 3000 դրամ։ Բանը, իսկ որ մենք ավտոբուս հետ չտենք գնագանք, դուք հա ձեր գնալը հետ գնալը իսկ մեր կալոնայի մեջ տեք կա։ ավտոբուսն է երեք կալոնայի կողած կա։ Ականգնի դեպ ընդհանուր բան ուտենք, է։ Չէ, բայց դա դեռ է։
լավ, ես այդ հարցը հասկանամ ասեմ, հա։ Առավոտ շուտ ենք գնալ։ Հա։ Ասել տերաշկի մի արմի մարդու։ Այդ տերաշկի դերը հոդոք կա սասես կոտանում։ Նա 200 գրամա, նա 300 գրամ։ Այդ հոդոքն արդու, որ մարդը խուտի, ասելա կշտալ, այդ տերաշկի մարդկա ժոգ անեմ, մարդկա չգիտես ինչ անեմ։ Դա է գերված ասել, ուղին ասի, հոդոք են կովում, թարուտև։ Հոդոք ախպեր, սիրուն սենց, 300 գրամ ախպեր, 100 գրամ թակ, հոդոք ախպեր։ Ովքեր են ազատվել հեծից եւ ինչու լրագրողների հետ զրույցում ժամանակավոր կառավարիչն է պարզաբանել, անդրադառնալով դիտարկմանը, որ դատարաններն անվավեր են ճանաչում հեծի մոտ 3 տասնյակ աշխատակիցների ազատման հրամանները եւ հոգուտ ազատված աշխատակիցների բռնականցման ենթակա գումարները հասնում են հարյուրավոր միլիոն դրամների։ Պետրոսյանն ասել է, որ ազատվել են այն մարդիկ, որոնք կոմպետենտ չեն եղել այդ պաշտոններում եւ առնվազն իր ու իր թիմի հայեցողական վստահությունը չեն վայելել։ Ես ազատումների մասին պարբերաբար հաղորդագրություններ տվել եմ։ Հեծից ազատվել են բացառապես այն աշխատակիցները, ովքեր որ ուղիղ կամ անուղղակիորեն ներգրաված են եղել ստորին օղակներից միջև ամենավերին օղակներ, ֆինանսատնտեսական մեքենայությունների առերևույթ հանցակազմի հատկանիշ պարունակող հանգամանքների ու փաստերի մեջ։ Դա առաջինը, երկրորդը ազատվել են այն մարդիկ, ովքեր կոմպետենտ չեն եղել այդ պաշտոններում եւ առնվազն իմ հայեցողական եւ իմ թիմի հայեցողական վստահությունը չեն վայելել։ Եվ երրորդը, մի քանի տասնյակ դատական գործեր կան վիճարկելու այդ ազատումները, բայց չունեն գեթ 1 վճիռ, որով վերականգնման վճիռ կայացնի դատարանը։ Բոլոր դեպքերում որոշակի փոխհատուցման վճիռներ է կայացվել։ Իօգուտ քաղաքացու, իօգուտ մեր քաղաքացու Հեծից ազատված քաղաքացիներն էլ մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն եւ պետությունը հանձնարարել է նաեւ նրանց համար։ Հարգելիս բոլոր միջոցները բացառապես հեծինն են, իսկ հեծում միջոցները ձևավորվում են մեր հանրության բաժանորդների կատարած վճարումներից։ Եվ ես առանձնատուկ ուզում եմ արձանագրել, որևէ վճիռ աշխատանքում վերականգնելու մասով այս պահին չունենք։ Իսկ այն վճիռները, որոնք որ արդեն առաջի Հայաստանի դատարանները որոշակիորեն փոխհատուցման վճիռներ են տվել, բացառապես բոլոր վճիռները մենք բողոքարկել ենք վերաքննիչ ատյաններում։ Շնորհակալություն։ Շարունակենք Մեղրի Երևան ճանապարհին մեքենան գլորվել է ձորը կազող։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրի Երևան ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին Լադա Մակնիշի մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց եւ մոտ 200 մետր գլորվել ձորը։ Մեքենայի մոտակայքում հայտնաբերվել է վարորդի մարմինը։ Կադրերը Գագիկ Շամշյանի։ Երեկ երեկոյան ժամը 19-ից սկսած Բյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր, գանգատները եղել են նույնը փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով։ Երեկոյան ժամը 20-ից 23-ի սահմաններում նույն սիմպտոմներով կանչերի թիվը հասել է 30-ի, ուստի պատասխանատուներն իրավիճակի մասին հայտնել են հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոն։ Այսօր էլ նույն գանգատներով դիմելիությունը պոլիկլինիկա շարունակվում է։ Տարբեր հասցեների ջրի նմուշարումներ են արվել։ Նախքան նմուշարումների պատասխանը ստանալը Բյուրեղավանի համայնքապետարանը եւ պոլիկլինիկայի տնօրենը հորդորում են չօգտագործել ջուր կամ այն օգտագործել եռացնելուց հետո։ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, որ ստացված շտապ հաղորդումների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 30։ Այս պահին հոսպիտալացվել է 11 քաղաքացի, նրանց առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Կան նաև տնային պայմաններում բուժում ստացող անձինք։ Կասեցվել է Երևանի կենտրոնում գործող Քամանչա ռեստորանի կաթսայատան գործունեությունը։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կատարած ստուգման արդյունքում խախտումներ են արձանագրվել։ Ընկերությունը կաթսայատան գործունեություն իրականացրել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութերի մթնոլորտային օդ արտանետման թույլտվության։ Կաթսայատան բոլոր կաթսաների ապօրինի շահագործումը կասեցվել է։ Ընկերության տնօրենի նկատմամբ նշանակվել է վարչական տուգանք։ Ներկայացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի փոխհատուցման պահանջ։ Այժմ առաջարկում եմ ծանոթանալ աշխարհում կատարվող իրադարձություններին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հրադադարը երկարաձգում է Պակիստանի խնդրանքով։ Իրանի կառավարությունում լուրջ պառակտում է, ինչը զարմանալի չէ, եւ ֆելդմարշալ Ասիմ Մունիրն ու Պակիստանի վարչապետը մեզ խնդրել են դադարեցնել հարվածները Իրանին այնքան ժամանակ, քանի դեռ նրա առաջնորդներն ու ներկայացուցիչները միասնական առաջարկ չեն մշակել, գրել է ԱՄՆ նախագահը Truth Social-ի էջում։ Թրամփը նշել է, որ հրադադարն ուժի մեջ կմնա մինչև Թեհրանը Վաշինգտոնին կներկայացնի խաղաղության իր պայմանները։ Գործող հրադադարի ժամկետը նախատեսված էր ավարտել այսօր, ապրիլի 22-ին։ Թեհրանի եւ Վաշինգտոնի բանակցություններն Իսլամաբադում կկայանան, երբ ԱՄՆ-ի կողմից իրանական նավահանգիստների շրջափակումը վերացվի։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Իրանի հետ հրադադարը երկարաձգելու մասին, նշելով սակայն, որ իրանական նավահանգիստների ծովային շրջափակումը կշարունակվի։ Թրամփի խոսքով առանց շրջափակման Թեհրանի հետ գործարքը երբեք չի կայանա։ ԱՄՆ վարչակազմը հաստատել է, որ առայժմ չի պլանավորում պատվիրակություն ուղարկել Պակիստան Իրանի հետ բանակցությունների համար։ ԱՄՆ-ն սպասելու է համաձայնեցված իրանական առաջարկին։ Ավելի վաղ իրանական գործակալությունը հաղորդել էր, որ երկրի իշխանությունները այս փուլում իմաստ չեն տեսնում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների համար, ամերիկյան կողմի չափազանց մեծ պահանջների պատճառով։ Իրանական նավահանգիստների շրջափակումն ուղղակիորեն թիրախավորում է իրանական ղեկավարության հիմնական եկամտի աղբյուրները, սահմանափակելով ծովային առևտուրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը X-ում հրապարակված գրառման մեջ։ Ինչպես ԱՄՆ նախագահը հստակեցրել է, Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը կշարունակեն Իրանի նավահանգիստների շրջափակումը։ Մի քանի օրվա ընթացքում Խարկ կղզու պահեստը կլցվի, իսկ Իրանի փխրուն նավթահորերը կփակվեն։ Իրանի ծովային առևտրի սահմանափակումն ուղղակիորեն թիրախավորում է ռեժիմի հիմնական եկամտային ուղիները, նշել է Բեսենթը։ Խարկ կղզին համարվում է Իրանի նավթարդյունաբերության սիրտը։ Այնտեղով է անցնում Իրանից արտահանումների 90%-ը։ Բեսենթը նաև նշել է, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կշարունակի առավելագույն ճնշում գործադրել տնտեսական զայրույթի միջոցով, համակարգված կերպով խաթարելու Թեհրանի միջոցներ ստեղծելու, դրանք տեղաշարժելու եւ երկիր վերադարձնելու կարողությունը։ Իրանի դեմ ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատերազմի պատճառով Եվրամիությունը էներգակիրների ներմուծման համար ծախսել է լրացուցիչ 24 միլիարդ եվրո։ Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է էներգետիկայի հարցերով Եվրամիության հանձնակատար Դան Յորգենսենը։ Հակամարտության սկզբից ի վեր էներգապաշարների լրացուցիչ ծախսերը կազմել են 24 միլիարդ եվրո։ Դա կազմում է օրական մոտավորապես 500 միլիոն եվրո եւ դա զգում են Եվրամիության բոլոր երկրները, արդյունաբերությունը եւ բնակիչները, հավելել է Եվրամիության հանձնակատարը։ Եվրոպական հանձնաժողովն իր հերթին հաղորդագրություն է տարածել, նշելով, որ այդ լրացուցիչ 24 միլիարդ եվրոյի դիմաց Եվրամիությունը էներգիայի ոչ մի հավելյալ մոլեկուլ չի ստացել։ Եվրահանձնաժողովը մի շարք գործողություններ է առաջարկել եվրոպացիներին հանածո վառելիքի ճգնաժամից պաշտպանելու համար։ Նշվում է, որ մաքուր, ապահով եւ մատչելի էներգիայի անցումը տնտեսական եւ անվտանգային հրամայական է։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Թուրքիայում կայացած հանդիպումների ժամանակ քննարկել է պաշտպանության ծախսերի եւ օդային պաշտպանության ինտեգրման հարցերը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի Թուրքիա կատարած պաշտոնական այցի ընթացքում պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են դաշինքի շրջանակներում համագործակցության ամրապնդման հետ կապված կարևոր թեմաներ։ Այս համատեքստում գոհունակություն է հայտնվել մեր երկրի կողմից պաշտպանական ծախսերը ՆԱՏՕ-ի 2027 թվականի նպատակներին մոտեցնելու ջանքերի կապակցությամբ։ Քննարկվել է նաև ՆԱՏՕ-ի բազմազգ կորպուսի աշխատանքները, հայտնել են գերատեսչությունից։ Ռյուտեն շեշտել է Թուրքիայի օդային տարածքի անվտանգությունը եւ թուրքական ՀՕՊ համակարգերի հաջող ինտեգրումը ՆԱՏՕ-ի ինտեգրված ՀՕՊ համակարգերի հետ։ Ռյուտեն նաև քննարկել է պաշտպանական արդյունաբերության ֆորումի անցկացումը հուլիսի 7-ից 8-ը Անկարայում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ։
Իսրայելական անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Լիբանանի հարավ-արևելքում գտնվող Ջաբուրա բնակավայրին, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Իսրայելը համաձայն Հեզբոլլահ շարժման վերջին հայտարարության խախտել է հրադադարը ավելի քան 200 անգամ, կիրառելով մարտական ավիացիա, անօդաչու սարքեր եւ հրետանի, ինչպես նաեւ ականապատման միջոցով պայթեցնելով տներ լիբանանյան բնակավայրերում։ Հեզբոլլահը իր հերթին երեքշաբթի հայտարարել է հրադադարի ռեժիմի մեկնարկից ի վեր առաջին մարտական գործողության մասին, ի պատասխան իսրայելական խախտումների։ Գերմանիայի գլխավոր ավիափոխադրող Lufthansa ընկերությունը ամառային սեզոնի ընթացքում 20,000 ոչ շահավետ չվերթք չեղարկի ավիավառելիքի խնայողության համար, որը թանկացել է Իրանում ամերիկա-իսրայելական ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր։ Թռիչքների կրճատումը կվերաբերի Ֆրանկֆուրտի եւ Մյունխենի օդանավակայաններին եւ կգործի մինչեւ հոկտեմբերի վերջ։ Միևնույն ժամանակ ընկերությունը նոր չվերթեր կգործարկի Ցյուրիխից, Վիեննայից ու Բրյուսելից եւ դեպի այլ քաղաքներ։ Lufthansa-ի ներկայացուցիչները կարծում են, որ այս չվերթերի չեղարկման միջոցով հնարավոր կլինի խնայել ավելի քան 40,000 տոննա ավիավառելիք։ Ընդ որում ավիաընկերության արդյունավետությունը, որը չափվում է հասանելի ուղևորային կիլոմետրերով, կնվազի 1% կետից էլ պակաս ցուցանիշով։ Ընկերությունն արդեն չեղարկում է մինչև մայիսի 31 նախատեսված չվերթերը։ Արմինե Գևորգյան, Update լրատվական։ Շարունակենք, Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը ապրիլի 14-ից 20 նկատ ժամանակահատվածում։ Ըստ այդմ կենտրոնում ամբողջ շաբաթ, Նոր Նորքում ապրիլի 15-ին, Արաբկիրում ապրիլի 18-ին, Շենգավիթում չի գերազանցել։ Եվ եղանակ հանրապետության տարածքում ապրիլի 23-ի գիշերը սպասվում է առանց ձեղումների եղանակ, ցերեկը կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։ Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 նիշով։ Այսքանը դուք դիտում եք Update լրատվականը, հիշեցնեմ վայրկյանները անց վերլուծությունն է, բաց չթողնեք, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ու մաղթում հաջողություն։